Բարև ձեզ։ Իմ անունը Արսեն է։ Ես լուսանկարիչ եմ, շներին եմ նկարում։ Ձեր անունը կասեք։ Բելա, ես Արսենն եմ, շատ հաճելի։ Ոչինչ։ Շանանունը ինչ է։ Ֆենիքս։ Շատ սիրուն անուն է։ Ինչ ցեղատեսակը։ Փրկվածություն է, խառնորդը։ Երևի որ սորտականի ու ֆասկի կամ լայկայի։ Իր աչքից Ֆենյա, իդի Ֆենյա։ Покажи глаз. Սաչկը մի քիչ սպիտակ։ Հա։ Ֆենիքս։ Ֆենյա։ Բաղված է։ Թողումա սիրենք։ Հա, իհարկե։ Խմռոտ։ Այսօր շունիկներ կան քաղաքում, որ մարդիկ կարող են փրկել, տանել, տուն պահել, որտեղ ամենալավն են։ Իսկ որտեղից եք փրկել իրան։ Փոքր ժամանակ վերել էին իմ աշխատավայրի մոտ, այն ժամանակ ես Թումոյում էի աշխատում 3 ծակ, որոնց հետո տարավ ստերջացման կենտրոնը քաղաքապետարանի ստերջացնելու եւ հիվանդ բերեց ցավոք սրտի 3-ին էր շատ վատ հիվանդությամբ էնտերիտ երկուսը ցավոք մահացան, չկարողացանք փրկել, իսկ ինքը իրան բուժեցինք ու բուժումից հետո արդեն ինքը մնաց իմ հովանու եւ ոնց է ես էի խնամակալը եւ իրան ապահով տեղ էի տարել, իսկ հիմա արդեն ինքը իմ շունն է դարել, քանի որ լավ տեղ չեմ գտել։ Ինձ թվում է ավելի լավ, քան ես իրան ոչ մեկ չի պահի։ Ինքը երկրորդ շունս է։ Առաջին շանս ես էլի փրկել եմ ու բերել եմ Կոսովոյից այստեղ։ Սև գույնի շունիկ է, այսօր ես փոքր բնակարանում ունեմ 2 շուն։ Այսօր մեր ջեկոնն է։ Ոստեղ է։ Ծանոթ են իրար։ Ահա, բայց ուղղակի ջեկոն հիմա երևի մեզ չի ճանաչում։ Իրոք կներեք ես իրան կանեմ։ Ահա։ Ուղղակի ուզում եմ հորդորել քաղաքացիներին, որ շուն գնել ու փոխարեն կարող են կացարաններից շուն որդեգրել, շատ լավ շներ կան, շատ ադեկվատ սիրուն ու կարող են նաև դրսից եթե տանեն բժշկի պատվաստեն, անպայման պատվաստեն ու Չէ, անցեք, ավելավը անցեք, որ ինքը գիտեք իրան? Ջեկա Ինչ լավ մոտեցում է դա վերաբերում, այս նորմալ է։ Մի ջղայնաչի, Ջեկո։ Իսկ ուրիշը հիմա կսկսել քարկոծել կամ բան անել, շունը ավելի կջղանան, իսկ մարդը շատ ճիշտ վերաբերում դրսևորեց, ապրեք դուք, հանրար ապրեք։ Էդպես։ Ֆենյա։ Կարող ենք մի փոքր են կողմ գնալ, որ սիրուն ֆոն լինի, այնտեղ նկարենք էլի։ Ըհը։ Շատ աբոթևորվում եք այգում եք հաջող չենք գալիս, հետո գնում ենք դոկ պլաշատկա, իդի, Ֆենյա։ Դու հոտոտի ամեն ինչ, իդամ, պաշտի։ Ուղղակի ես պատրաստ չէի նկարահանում էի։ Կարող ենք ստեղել անել, կարող է առանց պավադոկ, եթե կմնա, չի մնա։ Չեմ ուզում բաստոնը, որտեղ իր համար ծանոթ տարածքը շատ կարող է ինքը շատ լավ։ Так, Феникс, подожди. Ну-ка, садись, сидеть. Արի մոտս մի հատ։ Иди, полоскать. Արի։ Սիրուն։ Աշկերը շատ լավն է։ Շատ բարյա, շատ։ Ոնց սմբած օրվանից ինքը մարդամոտ է եղել, չգիտեմ ոնց է դա ստացվել։ Феникс, садись, сидеть. Ըհը։ Լավն է։ Լավն է։ Ֆենյա։ Անտիր։ Բելա ջան, եւ վերջում կուզեմ ձեր խորհուրդը տաք այն մարդկանց, ով դեռ շուն չունի ու նոր է ուզում շուն ձեռք բերի, ինչ խորհուրդ կտաք նրանց։ Ամենակարևորը թող մի հատ լավ մտածեն պատասխանատվության մասին, որովհետև դա 1-2 օրվա եւ 1-2 տարվա չէ պատասխանատվությունը, այլ ամբողջ շան կյանքի ընթացքում իրենք պետքա հասկանան, որ շունը դա աշխատանք է, շունը դա գումար է, հենց այնպես չվերցնեն։ Ու վերցնելուց էլ ոչ մի դեպքում շանը դուրս չթողնեն։ Եթե չեն կարող պահել, ավելավը նոր տեղ լավ տեղ գտնեն, բայց շունը դուրսը, արդեն տան շունը դուրսը չի կարող ապրել։
իր համար դա մեծ ստրես է, մեծ տրավմա եւ հոշոտելու եւ այլ վտանգների մեծ փունջ է, էլի։ Դրա համար խնդրում եմ դուք մտածեք մինչև շուն վերցնելը արդյոք բոլորը կարող են ձեր ընտանիքում պահել, սիրել նույնչափ ու ըստ այդմ արդեն վերցրեք։ Ու խնդրում եմ նաեւ եթե հնարավոր է կացարանների շուն վերցրեք կամ դրսի խեղճ շունոներին որդեգրեք, այլ մի գնեք եւ մի սատարեք դրանով իսկ անօրինական շուն բուծողների բիզնեսը։